Կարծես իրականանում են հոռետեսականային կանխատեսումները, թե որքան մոտենա քարոզարշավի ավարտը, այնքան կմեծանա լարվածությունը։ Սակայն թերևս անհիմն չեն նաև այն մեկնաբանությունները, որ չնայած այս օրերին կատարվող գրեթե ամեն միջադեպ կապում են ընտրությունների հետ, մի քիչ էլ ուռճացնում զանազան որակումներ ու ածականներ շռայլելով, երբեմն նաև պարզվում է, թե դրանք կենցաղային կամ միջանձնային բախումներ են և կապ չունեն քաղաքականության հետ։ Վերջին օրերին արձանագրված միջադեպերի և ընդհանրապես քարոզարշավի մթնոլորտի մասին ենք Ազատության ուղիղ եթերում զրուցելու ելք դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի և Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Հովսեփ Խուշուձյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, ինչպես գործընկերս քիչ առաջ ասաց, եթե հանկարծ ընթացող երթի պայմաններում ինչ որ անակնկալ զարգացումներ լինեն, մենք փոխենք մի քիչ թեման, բայց մինչ այդ անդրադառնանք ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններին։ Պարոն Զեյնալյան, այսօր Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որով պատրաստակամություն հայտնեցին ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու պատրաստակամության վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Մի փոքր մեջբերում անեմ այդ հայտարարությունից, այս էր հիմնավորումը, որ գիտակցելով այն պարզ իրողությունը, որ նախընտրական այս շրջափուլում հանրապետական կուսակցության կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները ջրառատում իրականացված հանցագործությունը և ըստ իրենց իշխանության ապօրինի գործողությունները լցրել են նաև հաց բերող Արթուր Սարգսյանի վաղ ժամկետը լցրել է հայ ժողովրդի համբերության բաժակը, ահա պատրաստակամություն են հայտնում ազգային ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն։ Ձեր դաշինքը քննարկել է արդյոք այս հնարավորությունը հեռանկարը։ Մենք դեռևս այս հայտարարության տեքստը չենք քննարկել, սակայն մենք հանդես ենք եկել հայտարարությամբ, որ բացառում ենք կոալիցիայի ձևավորում կամ համագործակցություն ազգային ժողով հնարավոր իրենք են հայտարարության մեջ բացառել հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը եւ միայն հանրապետական կուսակցության հետ համագործակցությունն ենք բացառել ազգային ժողով անցնելու պարագայում։ Մենք քննարկենք այս հայտարարությունը կամ այս հուշագրի տեքստը եւ մեր դիրքորոշումը կարտահայտենք, սակայն այն չի հակասում մեր մինչեւ այդ արած հայտարարությանը։ Շատ լավ։ Հայտարարության մեջ հիշատակվում էին ջրառատի դեպքերը, ավելի շատ մեզ հետևողների համար հիշեցնեմ, որ այնտեղ հրազենային վնասված ստացած Հակոբ Մելքոնյանի հայրը, օրինակ Մանվելը Մելքոնյան, պնդել էր, որ այդ դանակահարությունը եւ հրազենային վիրավորումը նախապես ծրագրված է եղել։ Հիշեցնենք, թե ինչ էր պատմում նա տեսախցիկի առջև։ Ցերեկը մեր տունը նստած հանգիստ աղբորս երեխան դպրոցական երեխա է, զանգեց, լացակումած, ասեց տուն գալուց Սերոժի կամ են, գյուղապետի աղբերը, քաշ քշել է, մֆուրա տվել, հայոյել է, ես ներսնի տղես ու աղբերս դուստ են, երկսով էդ մենը երեխին բերելու, ընտենան ինչ հալ է, ինչն է պատճառը, մոտի գանում են ընդ է, այդ հայոյողը ավտով գասակայնում է, ու էլ այդ բանը շարունակում է, դες վեճ ասկսում այդ ժամանակ գյուղապետանից 30 հոգի զինված ավտոմատներով, դանակներով, սաղի ձեռադանակներ, տրուբեք, հարցակում են այդ իրեքիրը ու տեղացել է դեպք 4 հատ դանակ է հաված աղբորս, 2 հատ մեջքից, 2 հատ ոտին, հրազենային վնասված տղայից ոտքին գլխին դանակի, այդ երեխին էլ, մի մատ երեխին էլ տրուբով տվել են ձեռի երկու ոսկորը փշրել, գիպս դրեցին 3, բայց այսօր պարզվում է, որ ներքին փշրված կա, այսօր օպերացիան անում, հիմա օպերացիան անում։ Ձեր որդու գլխին ասացիք զենք է պահել, ով է զենք պահել եւ ինչ է ասել։ Այդ պահող եղել է Լեռնիկ Երանոսյանը։ Ինքը անձամբ։ Ինքը անձամբ եղել է Լեռնիկ Երանոսյանը։ Ճանապարհին երեխեքը մեր խաշմերուկից մինչև մեր տուն, ասֆալտից մինչև մեր տուն մի 100 մետր այդ խաշմերուկը։ Կանացել է խաշմերուկին չեն կանել, զենք հանը մի հատ տեղ է կրակել։ Երեխեքն եկել են հայտականել են, չեն հասցրել, հետևից եկել են։ Զենքը պահել է տղայիս վրա։ Պահելա ինչ է ասել։ Պահել է ասել պետք է չոքես։
Պարոն Խուրշուջյան, գուցե այսօր ավելի մանրամասն խոսեինք այս միջադեպի մասին, եթե չլիներ այս նույն մարդու, որը տեսախցիկի առաջ եղա այսպիսի սոսկալի մանրամասներ էր պատմում, եւ նույն մարդը երեք մի շարք լրատվամիջոցների ասաց, որ հանդիպել է Լևոն Երանոսյանի հետ, հասկացել են իրար եւ հաշտվել են, եւ ասաց այսպես շարունակել չի արի, լինի մենք խելքի տվեցինք, հավաքեցինք երիտասարդներին ու ասացինք, որ այսպես չի կարող շարունակվել, այսօրվանից ապրում ենք հաշտ ու խաղ, ոչ մի բողոք չունենք, ընդգծում եմ, իրենք էլ չունեն, ձեռք ենք տվել, բարիշել ենք, մեզ արյուն պետք է եւ ամենակարևորը ասել էր նա, ուզում եմ ասել, որ այս ամենը կապ չունի ընտրությունների հետ, երիտասարդները իրեր չեն հասկացել, մի կաթիլ մեղրի պատմությունն է եղել, այսինքն ինքը այլևս չի բողոքում, դուք շարունակում եք բողոքել։ Գիտեք ինչ կա, երբ որ երկրում փորձում են վախի մթնոլորտ սերմանել ու որոշ տեղերում ցավոք սրտի դա հաջողվում է, եւ մարդկանց մեղադրելու էլ չի, երբ որ իրենց ընտանիքի հարց է դրված եւ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ նույն այդ երեխաները կարողանան նորմալ շարունակել գյուղում ապրել, նորմալ ապագա ունենալ, որտեղ իրենք վստահ չեն նայ, որ իշխանափոխություն է տեղի ունենալու եւ իրենք չգիտեն ինչ է լինելու ապագան իրենց անորոշ է, իրենք ստիպված են լինում ինչ որ գործարքների գնալ, որպեսզի ավելի մեծ հետապնդումների չենթարկվեն։ Տեսեք ինչ ձեռագիր ինչքան մոտիկ է, հա, մեկը զենքը դնում է, ասում է չոքի, այն կարմիր բերետավորները, երբ որ մեր քաղաքացիական ակտիվիստներին բերման են ենթարկում, հա, Օլիսյան դեպքերի ժամանակ ասում են, ուրեմն կոշիկներս պաչի։ Այսինքն սա ՀՀԿ-ի դեմքն է, ՀՀԿ-ի տեսակն է։ Ես կարծում եմ, որ ընտրությունների հետ կապ չունի, մենք էլ կուսակցական չենք։ Այդ ոնց էր 2 օր առաջ կապ ուներ եւ հետո հանկարծ իրենք խոսեցին եւ պարզվեց որ կապ չունի, այսինքն պարզ չի այդ ամեն ինչը։ Պարզ չի որ այդ ամեն ինչը սկսվեց մեր նախընտրական կառավարության օրը։ Հենց այդ հետապնդումները նաև այդ մարդկանց հանդեպ սկսեցին հենց այդ նախընտրական կառավարությունից նեղված գյուղապետի։ Ներողություն եմ խնդրում, բայց մի քանի օր առաջ էլի ինքը ասել էր, որ հանրապետական կուսակցությունը մեր թշնամին չի, դա ավելի վաղ էր ասել։ Գիտեք ինչ կա, մեր թշնամին էլ չի, ընդհանրապես Հայաստանում մենք թշնամիներ չունենք, ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունում կան մարդիկ, որոնք պետք է պատասխանատվություն կրեն, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ ամբողջ կուսակցությունը պատասխանատվություն է կրելու հեռանալով ուղղակի իշխանությունից 2 շաբաթ հետո։ Պարոն Զենալյան, ես չեմ ուզում այս միջադեպի վերաբերել, ուղղակի զուտ որպես իրավաբան ես պիտի խնդրեի ձեզ անդրադառնալ ընդհանուր առմամբ։ Տեսեք, հիմա այս միջադեպի եւ այս միջադեպերի հետ կապված ընդհանուր առմամբ, օրինակ Եվրամիության Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մտահոգություն հայտնեց այս բռնության դեպքերով եւ համարժեք գործողություն ասաց, որ սպասում են իրավապահներից եւ քանի որ ականատես են եղել այլ երկրներում, որ բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ եւ եթե համարժեք չպատասխանեն այդ առաջին դեպքերին, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը դժվար կլինի վերահսկել, բայց այն նման դեպքերում, երբ որ տուժողները կամ կողմերը հաշտվում են, բողոք չի լինում, բացի կարճվելուց գործը որևէ այլ հեռանկար ունի։ Անձնավորությունը հեռուստատեսությամբ ներկայացրեց փաստեր, որոնք շատ ճշմարտանման են։ Եվ տվյալ դեպքում իրենց հաշտվելը ընտրական process-ների ժամանակ իրենց հաշտվելը շատ քիչ նշանակություն ունի եւ պետք է կարծում եմ ոստիկանը, ում մասին որ խոսում էր, անպայման ենթարկվի պատասխանատվությանը։ Սա անհամատեղելի է ոստիկանի կերպարի հետ եւ իրավական պետության, պետական պաշտոնատար անձի կարգավիճակի ու կերպարի հետ։ Պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ձնագնդու էֆեկտ չունենա եւ որ չափազանց կարեւոր է ընտրական ժամանակահատվածում, որպեսզի կամքի ազատ ձևավորման վրա իր ազդեցությունը չթողնի բացասական եւ չստեղծի հուսալքության, ֆատալիայի տրամադրություններ։ Ինչպես գիտեք, այս ընտրությունները իրենց այդ հուսալքության եւ անտարբերությամբ աննախադեպ են եւ դրա հիմքերը հենց գալիս են այդտեղից, որ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում, մեղավորները ընդհանրապես պատասխանատվության չեն ենթարկվում եւ մարդկանց թվում է թե որևէ բան հնարավոր չի փոխել։ Կատարվածի վերաբերյալ կալանավայրից հասնածռերը հայտարարություն տարածեցին եւ ողջունեցին, որ շարունակել ծիրեր արձակել է ողջունեցին Սեյրան Օհանյանի վճռական եւ արժանապատիվ կեցվածքը, ասելով, որ իհարկե մասշտաբները համատեղելի չեն, սակայն երևույթը վկայում այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու եւ բռնությամբ պատասխանելու առողջարար միտումը։ Պարոն Խուրշուջյան, կարելի ասել, որ սա ձեր դաշինքի գործելակերպը մարտավարությունն է լինելու առաջիկա ընտրություններում բռնությամբ պատասխանել է ինչը որ Սասնածռերի հայտարարությունը չեմ ուզենա մեկնաբանել։ Ամեն դեպքում ես դրական եմ գնահատում, որ իրենք աջակցություն են հայտնում այս կամ այն կերպով Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքին, որովհետև մենք ունենք նաև տարբեր
հասարակության խավերի, խմբերի կողմից աջակցության կարիքը, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ես կարող եմ մի բան ասել, որ այն ինչ որ մենք դրել ենք այդ կոդը համախմբման, հա, ամենասկզբից, որ մաքսիմալ համախմբման ճանապարհով եւ հիմա էլ այսօրվա հայտարարությունը, որ մատնանշեցիք, հենց դրան է ուղղված, մաքսիմալ համախմբման ճանապարհով փորձել հասնել այնպիսի կոնսոլիդացիայի մակարդակի, որ հանրապետական կուսակցությունը ուղղակի նույնիսկ միջև ընտրությունները ուղղակի թողնի հեռանա այս երկիրը հանգիստ թողի, ազատ թողի, հա, մեր ժողովրդին։ Ես կարծում եմ, որ այդ առումով ինչ որ քայլեր արդեն լինում են եւ դա նաեւ սասնածռերի կոչը եւ աջակցությունը հենց դրան դա է վկայում, որ համախմբման այդ բանը ստացվում է։ Նաեւ պարոն Զենալյանի այսօր ասածին շատ ցուցադրում է, այսինքն ես տեսնում եմ այդ պահանջը նաեւ հասարակական քաղաքական ուժերի կողմից միավորվելու եւ այս ճարիքից ազատվելու վերջապես։ Շատ լավ, անդրադառնանք ելքդաշինքի հետ կատարվածին։ Մինչ այս միջադեպը, չգիտեմ դրա մասշտաբները դուք ինչքան կգնահատեք, հա, նկատի ունեմ այդ կրթահամալիրում տեղի ունեցածը, ձեր դաշինքի տեխնացուներից Լենա Նազարյանը ասում են, որ ահագին գոհ են Քարոզ արշավի ընթացքից, մենք հանգիստ շփվում ենք ընտրողների հետ, եւ ահա տեղի ունեցավ այս միջադեպը Երևանի նոր համայնքում, այն բանից հետո, երբ որ դաշինքի ներկայացուցիչները նկատեցին, որ մարզադպրոցի ներսում տեղադրված է Ծառուկյան դաշինքի տեխնացու Արթուր Մամոյանի պաստառը եւ փորձելով մտնել դպրոց հանդիպեցին արգելքի, էլի հիշեցնենք թե ինչ տեղի ունեցավ հետո։ Էսում քարոզչությունն է։ Լսի, ապեր։ Մի րոպե, բոլորը Ընկեր, ոստիկանության հետ խնդրեմ ես ունենալու դու հիմա ստեղ, որովհետև ազգային ժողովի Ինչի՞ գործ Ինչի՞ քարոզում ես։ Մի րոպե, ձերով ոչ մեկ չթողնա։ Այդ ամբողջ միջադեպը կառուցվեց նրա շուրջ, որ լրագրողները եւ մեր վստահված անձինք փորձում էին վիդեոյով եւ ֆոտոյով ֆիքսել այդ փաստը, իսկ նրանք մարզադպրոցի աշխատողները փորձում էին այդ պաստառը տարան եւ փորձում էին ինչ որտեղ թաքցնել եւ ամբողջ այդտեղ եղավ։ Պարոն Զենալյան, միջադեպից հետո Ծառուկյան դաշինքի падգամավորության տեխնացուն ներողություն էր խնդրել եւ ասել էր, որ ցավում է, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել, պաստառը կհեռացնեն, քարոզչություն չի իրականացվի։ Այսքանով էլի սպառված համարվում է միջադեպը, թե էլի իրավական ինչ որ գործընթաց է ենթադրվում։ Միջադեպը կարող է համարվել սպառված, սակայն կարծում եմ կենտրոնական դրական հանձնաժողովը ինչ որ մի տեխնացուի գրանցում պետք է անվավեր ճանաչի, որպեսզի անձինք ովքեր նրան սատարում են ինքնագլուխ այս տեխնացուի թե ընդհանրապես ընտրությունների ժամանակ, եթե նմանատիպ միջադեպեր են լինում, ինչ որ պետք է ստեղծվի նման նախադեպ, որ տեխնացուի գրանցում անվավեր ճանաչվի, որպեսզի մյուսները հանդարտվեն։ Սա կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ։ Քարոզությունը իրականացվել է, դա արգելված քարոզություն է, որ իրականացվել է եւ ճշմարտանման չեմ համարում, որ տեխնացուն կամ տեխնացուի շտաբը դրան տեղյակ չի եղել, որովհետև հատուկ հարմարեցված է եղել, ճշմարտանման չի ինձ համար համենայն դեպս, եւ դա որոշակի ազդեցություն ունեցել է կամ կարող է ազդեցություն ունենալ ընտրողների կամքի ձևավորման վրա։ Ոչ միայն այնքանով, որ նրանք առավելություն են ունեցել այլ տեխնացուների համեմատ, այլ կուսակցությունների համեմատ, այլ որ կարելի է օրենքի խախտմամբ իրականացնել որևէ բան եւ մնալ անպատիժ այս առումով։ Սա իմ անձնական տեսակետն է եւ կարող է չհամընկնել դաշինքի ընդհանուր տեսակետի հետ եւ ես կողմնակից եմ նրան, որ նման դեպքերում այն խախտումները, որոնք եղել են, այդ դեպքում տեխնացուի գրանցումը անվավեր ճանաչելու դիմում ներկայացվի դատարան։ Շատ լավ, տեսեք, քիչ առաջ էլ դուք ջրառատի դեպքերի հետ կապված հիշատակեցիք վախի մթնոլորտը, քանի որ այստեղ երկուսն էլ ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչներն են, ես իմ պարտք եմ համարում մյուս կողմի տեսակետները ներկայացնել։ Այսօր ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարան Բաղդասարյանին այդ վախի մթնոլորտի հետ կապված լրագրողները հարց էին ուղղել եւ նա, որ հենց վախի մթնոլորտի պատճառով չեն գնում դիմադիրների հավաքին եւ նա պատասխանել էր, թե դիմադիրները վախի մթնոլորտին են վերագրում իրենց հավաքների սակավաթիվությունը եւ դա իրանց ռեսուրսն է ընդհանրապես, եթե նրանց հավաքներին քիչ տոկոսով մարդիկ են լինում, դա պետք չի վերագրել վախի մթնոլորտին։ Նույն ձև, երբ որ ասում են, որ այս բոլոր
բռնությունները, որ տեղի ունենում, հա, դանակահարությունները, կրակոցները, Ձեռնտու մարդկանց իրենց։ ջարդելը, այդ ամբողջը կենցաղային ինչ որ բաներ են, էլի կապ չունեն ընտրությունների հետ, քաղաքական process-ի հետ, չգիտես ինչի բացառապես ներգրաված են դրանում տեխնացուները, բայց ընտրությունների հետ կապ չունի, Նույնը այսօր տեղի ունեցածի հետ կապված է եղավ, այսինքն էլի Արման Սահակյան եւ Ծառուկյան դաշինքի տեխնացուի մեջ էլի կենցաղային միջադեպի վերագրվեց։ Հա, չգիտես ինչի այդ բոլոր կենցաղային միջադեպերը եկան հասան հենց նախընտրական շրջափուլում ու չգիտես ինչի հիվանդանոցում են հայտնվում ընդդիմության Իսկ ներկայացուցիչները։ գուցե միշտ էլ լինում են ուղղակի այս շրջանում են հնչեղություն ստանում։ Ոչ, միշտ էլ լինել կիմանայինք մենք այդ ամեն ինչի մասին, հա։ Ուրեմն պետք է միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ընտրությունների ժամանակ այդ կենցաղային միջադեպերը հատուկ ավելի քիչ տեղի ունենան։ Իսկ էլ ինչ պետք է աներ իշխանությունը, ասենք իրենց դաշինքի, իրենց կուսակցության ներկայացուցիչներին, իրենց մեծամասնականներին Սերժ Սարգսյանը հավաքեց բացառելու ուղղությամբ ինչ-որ բաներ, հրահանգներ արել։ Իսկ էլի դուք հիշում եք ոստիկանությանը, այ ոստիկանապետի այցերը մարզից մարզ, որտեղ ինչ-որ հրահանգներ էր տալիս։ Ուրեմն իրենք ամենասկզբից պլանավորել էին խաղաղ, հանգիստ իշխանության վերարտադրություն։ Եվ դրա համար եւ ամբից, հա, որպեսզի ասենց մաքուր դրսի համար նաեւ ասենց ընկալելի, տեսանելի բան անցկացնեն։ Իրենք հույս ունեն, որ ունեն այդ ռեսուրսը դա անելու։ Երբ որ իրանք տեսնում են, իրանք հարցումներ անում են, չէ՞, իրանք տեսնում են քանի տոկոս ունեն։ Այդ որ նկարում են 10 քանի տոկոս, դա աբսուրդ է։ Չնայած լավ է, որ գոնե իրանք հասկանում են, որ նույնիսկ իրանք նկարածով 10 քանի տոկոսից ավել չունեն, բայց իրականում իրանք 2-3 տոկոս էլ չունեն։ Առաջատարը ոչ հանրապետական։ Հիմա տեսեք, չէ, ամեն դեպքում նույնիսկ այդ 10 քանի տոկոսը 16, 18 տոկոսները ինչ որ իրանք նկարում, նույնիսկ դա է աբսուրդ։ Իրանք լավ գիտեն, որ չեն անցնելու որևէ նորմալ ընտրության ձևով։ Ինչ պետք է անեն, պետք է փոխեն խաղի կանոնները։ Մտցնեն այդ բռնության էլեմենտները, անհուսություն ինչ որ սկսեն սերմանել, հա, մանավանդ էս հացբերողի մահը, միջև այդ բռնությունները, որ տեսնում են, որ դիմադրություն կա նաև, չէ։ Եթե ինչ որ մեկին, ուրեմն ատրճանակը պահում է, ասում է պետք է չոքես եւ այդ մարդը ձերքից խլում է այդ ատրճանակը իր ընկերների միջոցով եւ դա լեռնիկ ուրեմն հասկանալ մոռացա Երանոսյանն, հա, փոխոստիկանապետի եղբայրի եւ այլն եւ այսինքն կարող է ժողովուրդը դիմադրել նման ապօրինություններին իրենց համար դա արդեն սիմպտոմ է որ չէ ուրեմն պետք է սկսել արդեն ոչ թե խաղաղ նորմալ ճանապարհով օրինական ճանապարհով այլ ամեն մեթոդով ինչպես միշտ իրենք արել են երբ որ տեսել են որ սովորական մեթոդներով չեն կարողանում վերարտադրվել ասում միանգամից ասում են կոշտ մեթոդներ եկեք ընդհանուր առմամբ խոսենք այս քարոզարշավի մթնոլորտի մասին հա շատ հետաքրքիր է որ երևի թեև թվում էր որ առաջին անգամ նոր ընտրակարգով խորհրդարանական ընտրակարգով ընտրություններ են եւ ավելի շատ մենք պետք է տեսնեին գաղափարների մրցակցություն, հա, փորձագետները շատ են նշում, որ այս ընտրությունները այդ իմաստով ամենաձանձրալին էին, որ այսպիսի միջադեպեր որքան ասես, բայց չկան բանավեճեր եւ իրական մրցակցություն, հա, եւ արդյոք պատճառը այն չի, որ բեռը կարծես դրվեց այս մեծամասնական տեխնացուների, տարածքային տեխնացուների վրա եւ համամասնական տեխնացուները ընդհանուր առմամբ կարծես ընդամենը ֆոն են, եթե ավելի էլ բարձ չօգտագործեմ։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ գաղափարների բախում չկա, բանավեճեր չկան։ Ես չգիտեմ ովքեր են այդ փորձագետները, 1-2-ի խոսքը լսել եմ։ Մի քանիսի խոսքը լսել եմ, որ շատ քիչ, շատ մեծ վերապահումով կարող եմ իրենց փորձագետ համարել։ Տվյալ դեպքում կոնկրետ ելք դաշինքը գաղափարական դաշինք է եւ մենք բազմաթիվ բանավեճերի ենք բռնվել այլ կուսակցությունների, այլ դաշինքների հետ տարբեր ոլորտներում։ Մասնարարպես 3 կարելի ասել բայց այն ձեր դաշինքն է բողոքել բանավեճերի բացակայությունից դիտորդների հետ Միայն 3 ես 3 նմանատիպ բանավեճ եմ ունեցել եւ դրանք տեսագրվել են եւ այդ բանավեճին մասնակցել են տարբեր կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներ։ Կոնկրետ մեր դաշինքը գաղափարական դաշինք է եւ մենք գաղափարական բանավեճեր ունենում ենք։ Իշխանական թերթերից մեկը հիմա հստակ նշեմ, հա, նշում եմ։ Այդեպ, որին չի մասնակցում հանրապետական կուսակցությունը։ Հանրապետական կուսակցությունը այդ բան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած բանավեճներ, որին մասնակցում էր ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը, անցած շաբաթ Դավիթներ Սարգսյանը։ Միայն այդ բանավեճերին են գնում, միայն դրան են գնում, բացառապես դրան են գնում եւ հերոստանգերությունների բանավեճերը կարծես առաջին դեմքերի մակարդակով, այնպես որ դեռ գուցե դեռ վերջում տեսնենք 17-ն է։ Հա, կեսն է քարոզարշավի, էլի։ Լավ, իրենք բողոքում են, այսինքն գոնե իշխանական լրատվամիջոցները, որ հրճակելով որոշակի գաղափարներ, ընդդիմադիրները ցույց չեն տալիս այդ իրագործելու մեխանիզմները,
Այսինքն այդ իմաստով է քարոզչությունը ոչ լիարժեք, համաձայն եք արդյոք թե ոչ։ Տեսեք, Հայաստանում ցանկացած գաղափար իրագործելի է, եթե դրան չի խոչընդոտում հանրապետական կուսակցությունը։ Իրականում հանրապետական կուսակցություն դարձել է արգելակը զարգացման Հայաստանի, հասկանում եք։ Նույնիսկ այնքան պրիմիտիվ է դարձել այդ դաշտը քաղաքական, այնքան պարզ է եւ այնքան սև-սպիտակ է, որ ամենակարևոր գաղափարը պետք է լինի եւ մենք դրա համար տարբեր գաղափարական նույնիսկ հուսանք պատկերացումներ ունեցող ուժեր տեսնում ենք մեկ դաշինքում, տեսնում ենք նաեւ ազգային համաձայնության իշխանության մեջ ապագայի, որ հանրապետական այնքան որ չլինի, հանրապետականը հեռանա իշխանությունից, այդ բոլոր ուրեմն դռները կբացվեն երկրի համար։ Եվ այդ թվում գաղափարական դաշինքների ստեղծման, այդ թվում կուսակցական համակարգի զարգացման, այն ժամանակ կլինեն այնպիսի ընտրություններ, երբ որ ժողովուրդը մարդիկ իրոք կընտրեն ըստ զուտ գաղափարական ուղղվածության, ասես սա սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, սա ազատական կուսակցություն է, սա արևմտամետ է, սա ռուսամետ է, ու իրանք այտենց կընտրեն։ Հիմա բոլորը համախմբվել են, եւ ռուսամետները, եւ արևմտամետները, եւ ազատականները, եւ կոնսերվատիվները, բոլորը միայն թե այս չարիքից ազատվի երկիրը։ Ես կարծում եմ, որ այդ միավորվելու ձևը բացի տրամադրություններից պետք է նաեւ ինստիտուցիոնալիզացվի եւ դա կարվի նաեւ հույս ունեմ այս մեր կոչի հիման վրա, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կհամախմբեն իրենց պայքարի եւ մեթոդաբանությունը եւ հետագա տեսլական ազգային ժողովում միասնական իշխանություն ձևավորելու, որովհետեւ տեսեք, այսօր հանրապետականի միակ ռեսուրսը մնացել է ընտրակաշառքը։ Նույնիսկ առաջվա այդ ադմինիստրատիվ ռեսուրսը, որ իրանք օգտագործում են, ներողություն Աննա ջան։ Տեսեք, հիմա ոչ բանակն է իրենց ձայն տալու, ոչ ուսուցիչներն են տալու, ոչ պետծառայողներն են տալու։ Սենց բան չէր եղել երբեք։ Նույնիսկ 13 թվականին, 12 թվականին այդ ադմինիստրատիվ ռեսուրսը ինչ որ հատվածներ իրենք կարողանում են կիրառել։ Հիմա հիասթափությունը ՀՀԿ-ից եւ շատերի մոտ նույնիսկ ատելությունը այնքան մեծ է, որ իրենք ընդհանրապես ձայն չունեն։ Ու հիմա ընտրակաշառքով էլ չեմ պատկերացնում ոնց են այդ համարտու կաշառել։ Որ միայն հանրապետականի վերաբերյալ են ընտրակաշառքի հետ կապված ահազանգերը, իրենց որպես ընդդիմություն նույնականացնող ուժերի կողմից էլ են այսօր այդ ցուցակագրումներ, որոշ ուժերի կողմից արվում է եւ կարծում եմ դուք դա շատ լավ գիտեք։ Թող փաստեր ներկայացնեն։ Ես կարծում եմ որ հանրապետականի իր վերաբերյալ։ Դե հիմա մարդիկ լսում են, չէ՞, մարդիկ իրանց տուն են գնում, չէ՞, այդ ընտրակաշառք բաժանողները։ Մարդիկ չգիտեն ով է բաժանում կաշառքը, իմ ասելով չի կամ Արտակ Զենալյանը ասելով չի։ Գիտեք, հանրապետական կուսակցությունը կառավարությունն է ձևավորել Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանության ղեկին է եւ այդ բոլոր հնարավորություններն ու գործիքները իրենց ձեռքին կան իրականացնելու օպերատիվ հետախուզական աշխատանքներ, իրականացնելու գործողություններ, վարույթներ եւ գտնելու այն ընդդիմադիրներին, ովքեր որ բաժանում են ընտրակաշառք։ Եվ եթե իրականում ընտրակաշառք բաժանվում է ընդդիմադիրների կողմից եւ նրանք չեն բռնում կաշառք բաժանողի ձեռքը, նշանակում է նրանք թույլ են տալիս օրենքի խախտում եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, առնվազն քաղաքական պատասխանատվության։ Հիմա այն մասին, թե ընդդիմադիրներ երբ նշում են նպատակներ, գաղափարներ, չեն մատնանշում ինչպես կարելի է դրանց մեխանիզմները չեն նշում, թե դրանց ինչպես կարելի է հասնել, իսկ պատասխանեմ հետեւյալ կերպ։ Հանրապետական կուսակցությունը 15 տարուց ավել իշխանության է իրենց նշած այդ գաղափարները եւ նպատակները իրականացրել են արդյոք թե ոչ եւ դա ժողովրդին իշխանության տիրոջ է պետք է ընդհանրապես թե ոչ ինչպիսի գնահատականի են արժանացրել այդ ծրագրերն ու նպատակները կպատասխանի հեռուստադիտողը իսկ այն մասին թե մենք ինչ ծրագրեր ենք առաջարկում եւ ինչպես ենք տեսնում դրանց հասնելու ուղիները մենք նախանշել ենք դրանք եւ բացի դրանից օրենսդիր մարմինը քաղաքականության մշակողն է նպատակների տրամադրողն է եւ գործադիր իշխանությունը պետք է գտնի ձևեր ուղիներ դրանց հասնելու թեև մենք նաեւ նշել ենք թե ինչպես կարելի հասնել այն նպատակներին որոնք մեր առջև դրել ենք մեր ծրագրերում նախանշել ենք Միջանկյալ փոքրիկ հարց ինչպես ավելի վաղ Ծառուկյանին դաշինքին էր արվել այդ զգուշացումը ընտրական օրենսգիրքը չոտնահարելու վերաբերյալ ծառայություններ չխոստանալու եւ այլն քարոզարշավի ընթացքում այս շաբաթ աննախադեպ մի բան տեղ ունեցավ ԿՀ-ն համապատասխան զգուշացում արեց նաեւ Առաքել Մովսիսյանին կարծես թե դուք ԿՀ-ում աշխատելու փորձ ունեք այսպիսի նախադեպ չէր եղել չէ Այո, ես չեմ հիշում, բայց սա նաև ցույց է տալիս, որ ամեն դեպքում իրենք դեռ փորձում են այդ ձևական ինչ-որ բաները պահեն, որտեղ այդ նախազգուշացումներից այն կողմ չի գնում, հա, այս բռնությունները, այս ամեն ինչը որ ասում ենք, նաև չկան պատժվածքներ միջի հիմա, չէ՞, դա տարիներ շարունակ, ես նկատի չունեմ մենակ այս շրջանը։ Տարիներ շարունակ միջադեպերի հետ կապված գործերի համար նյութեր են նախապատրաստում եւ այլն, բայց միշտ դա արվել է, այո։ Նյութերը նախապատրաստում են, հենց ընտրությունները անցնում են, նույնիսկ նրանց որ
անդիմության ջանքերով իդեպ շատ ճիշտ նշվեց։ Իրավական ռեսուրսը իրենց ձեռքում է, բայց միշտ անդիմությունն է կարողացել ինչ որ փաստեր գտնել, ինչ որ մարդկանց ձեռքից բռնել, որ ուրիշի անձնագրով է քվեարկել, որ կեղծել է եւ այլն, ձեռքից բռնել, նոր հայտնվել է դատախազությունը, ոստիկանությունը, ստիպված գործ են հարուցել։ Հիմա այդ ամեն ինչը բռնում են, տանում են, ընդդիմություն ցույց են տալի, ասում են, սա է, ընտրությունից հետո մեկ էլ ամնիստիա բաց թողեցին, կամ չգիտեմ, կարճեցին գործը, կամ տուգանեցին 500,000, իրանք իրանց գրպանից այդ որ միլիոնները թալանում են, մի 500,000 տալիս են ամնիստիա են անում, կամ տուգանքը եւ վճար։ Իսկ մենք չգիտենք ովքեր են այս մարդիկ։ Եվ միջայլոց նախորդ փորձը ցույց է տալիս, որ այդ օրինակ այդ դատերին, որտեղ հայտնվում են ընտրակ կեղծարարները, այլևս դիմադիրների ուշադրությունն էլ է դատերի նկատմամբ առանձնապես սևեռուն չի լինում, չեն հետևում, որ բողոքարկվի, ասվի, որ այնպես չի այդ հանգամանքների։ Դուք այդ տեսակ գործերի հսկայական փորձ ունեք, կվիճարկեք իմ այս պնդումը։ Նախ նրա մասին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է նախազգուշացնել տեխնացուներին, դրան հասել ենք մենք տարիների քրտնաջան հետևողական աշխատանքի արդյունքում, որ ի վերջո կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է զգուշացնել տեխնացուներին, գոնե զգուշացնել տեխնացուներին, որ նրանք խախտում են ընտրական օրենսգիրքը։ Այս նույն տեխնացուների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է տվել, մի քանի ընտրություն շարունակ դիմումներ են ներկայացել, բողոքներ են ներկայացել, որ հենց այս անձինք իրականացնում են արգելված քարոզություն։ Եվ միայն հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարել, հուսանք ի վերջո նաև ինչ որ մեկին կզրկի բանանի գրանցում անվավեր կճանաչի կամ գդիմի դատարան, որպեսզի գրանցում անվավեր ճանաչվի։ Այս իրավական պաշտպանության մեխանիզմը քրեական վարույթով արդյունավետ չի։ Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, որ դեպքը երբ որ տեղի ունեցավ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գնահատի դրա ազդեցությունը ընտրական իրավունքի վրա հենց այդ պահին այդ ձևաչափով։ Իսկ հետո տարիներ հետո, երբ քրեական վարույթով բացահայտվեց իրավունքի խախտումը, հնարավոր չի լինելու վերականգնել ընտրական իրավունքը։ Ընտրական իրավունքի առանձնահատկությունն է դա, որ տվյալ դեպքում ինչ որ բացահայտվեց, ինչ մակարդակի որ կա, պետք է գնահատել դրա ազդեցությունը կամքի ազատ ձևավորման վրա, որպեսզի հետագայում անհնար չլինի վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը։ Սրան է, որ մենք ուզում ենք հասնենք, որ դեպքի ազդեցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի։ Եվ մեր զրույցի վերջում պիտի խնդրեի անդրադառնալ Քարոզ Արշավի մի շատ կարևոր բաղադրատար հանդիսացող այնպիսի երևույթի մասին, որը վերաբերում է լուսաբանմանը, հա, արդյոք եթերը բոլորիդ համար մատչելի է, առումով կա հավասարակշռված լուսաբանում, երկուսիդ էլ պիտի խնդրեմ գնահատել։ Ես չեմ տեսնում խնդիր անկեղծ ասած լուսաբանման մեջ, նկատի ունեմ ծավալները, որտեղ ծավալների առումով այդ սահմանափակումներ, անհավասարակշիռ ինչ որ լուսաբանում չեմ տեսնում, բայց տեսնում եմ բովանդակության մեջ։ Որոշակի էլի ուղղորդվածություն, որոշակի լուսաբանելու մեջ այնպիսի դրվագներ, նրբերանգներ օգտագործելը, որ ձեր դաշինքը թիրախավորվել է հատուկ։ Նկատի ունեմ հիմա կոնկրետ բաները, TV-ները, հա, ընդհանրապես հեռուստաընկերությունները, քանի որ ավելի կոշտ մոնիտորինգի տակ են, իրենք ավելի զգուշ են այդ հակակարողությունը անում մեր հանդեպ, որտեղ այդ հակակարողությունը ավելի շատ արվում էր այն մեդիաների տպագիր, էլեկտրոնային, ոչ, այո, մեդիաների կողմից, որոնք որ նաև պսևդոընդդիմադիր շատ բաներ կան, մեդիաներ կան, ժամանակ թերթը մեռը, անընդհատ օրը չկա, որ մի սուտ հնար առանձին մասնագիտացած լինի, դեզինֆորմացիա տարածել մեր հասցեին։ Ներկայացուցիչ չէ, այստեղ չի, խնդրում եմ, հա։ Չէ, դա փաստ է, բոլորս գիտենք, այնպես որ այդ առումով ծավալների առումով խնդիր չկա, ուղղորդվածության առումով դեռ զգում եմ այդ բանը։ Ես այս անգամ ավելի շատ տեսա ձեր վահանակները փողոցներում, ինչը որ նախկինում երբեք չէի տեսել, որ որևէ ընդդիմադիր ուժ այսպիսի շատ վահանակների քանակ ունենա։ Այն որ այս մեծ վահանակները կենտրոնական ընտրական հանձնաժողովն է բաշխում, այն որ այդ խտրականությունը չկա, դարձյալ մենք ենք հասել նախորդ ընտրությունների ժամանակ երկարատև բողոքարկումների արդյունքում։ Սա մեր ձեռքբերումն է, կոնկրետ մեր պարտադրանքն է այսօրվա իշխանություններին, որ նաև ընդդիմադիրները կարողանում են վահանակներ ունենալ։ Բաշխման հետ կապված մենք մի փոքր կասկածներ ունենք, որ այդ համակարգչային բաշխումը այնքան էլ արդար չի։ Այդպիսի մենք կասկածներ ունենք դրա վերաբերյալ, իսկ զանգվածային լրատվության միջոցներով կոնկրետ եթերային զանգվածային լրատվության միջոցների հավասարության վերաբերյալ հետևյալ դիտարկումն ասեմ, որ օգտագործվում է վարչական ռեսուրսը, ասենք հանրապետական կուսակցության այս կամ այն պաշտոնյան
իրականացրել է ինչ որ գործողություն, դա չի ներկայացվում որպես ընտրական քարոզարշավ։ Դա քարոզարշավին տրամադրված եթերաժամանակից դուրս նկատի ունենք վարչապետի գործունեությունը։ Վարչապետի գործունեությունը։ Ինքը իսկ այն, որ ինքը ընտրական ցուցակումներ գրաված չի, դա որևէ կերպ չի անդրադառնում։ Կարծում եմ այստեղ պետք է մեկնաբանվի հենց այնպես, որ նա իրականացնում է քարոզություն հատուկ նախընտրական քարոզություններ իրականացնում։ Այդ այցելությունները նախընտրական քարոզության շրջանակներում են իրականացում։ Նույնիսկ արտասահմանյան այցելություններ են, որ իրականացվում են նախընտրական քարոզության շրջանակներում, այդպիսի համոզմունք եւ այդպիսի տպավորություն առնվազն կա։ Եվ դա արվում է, որպեսզի լուսաբանվի ընտրական քարոզչական լրատվաժամանակից դուրս։ Չգիտեմ, ես հա փորձում եմ մյուս կողմից տեսակետ փաստարկները ներկայացնել, այսօր օրինակ ակադեմիայի ընդհանուր ժողովներ եւ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է այնտեղ ելույթ ունենալուց, հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում ենք։ Գիտեք, մի քիչ արդեն ձևականությունը այն աշճանի է հասել, եթե այդքան իրենք հարգում են օրենքը, իրենք վաղուց պետք է հրաժարվեին այդ պաշտոններից։ Տեսեք, իրենք ամեն ոլորտում տապալեցին այս ընթացքում, հա, իրենց պաշտոնավարման ընթացքում 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը իր մյուս ուրեմն գործընկերներ տապալեցին բոլոր քաղաքականությունները եւ արտաքին մենք տեսանք ինչ ծանր մենք դիվանագիտական վիճակում ենք գտնվում եւ ներքին արտագաղթը տնտեսական աճը 0-ի վրա կանգնած ենք այս տարի ոչ մի աճ չկա անկում ա եղել եւ այլն մի քանի բանով կոմպենսացրել են բայց այդ 0-ի մակարդակով մնացել են պարտքը դարել է 6 միլիարդ այսինքն ամեն ինչում տապալել են ու այդքան բանից հետո փոխանակ ուղղակի թողեն հեռանան ուղղակի ամաչելով ինչ են արել երկրի հետ իրանք ասում են իհարկե հաղթելու ենք մենք այսինքն ինչ տրամաբանությամբ պետք է հաղթենք այսինքն ինչքան վատ անեն երկրի համար այնքան ավելի մեծ շանսեր ունեն որ պետք է նորից հաղթեն ես չեմ հասկանում էլի ու դրանից հետո հելնում ասում են գիտեք մենք հարգում ենք օրենքը դրա համար չենք բանանում հա ելույթ չենք ունենում ակադեմիայում մի դեպք դա է մի 30-40 դեպք էլ հակառակը կա երբ ինչպես արդեն ասացի իրենց փոխնախագահը իրականացնում է նախընտրական քարոզության շրջանակներում այցելություններ եւ այլն նաեւ մոնիտորինգ է արվել եւ վարչական ռեսուրսը այդ թվում նաև աշխատաժամանակը, որը հանրային ռեսուրս է, իրենց աշխատաժամանակը դա հանրային ռեսուրս է, օգտագործվում է քարոզության նպատակով։ Նաև կնկատեք պաշտոնատար անձանց, ովքեր որ հանրային իշխանություն են իրականացնում, կրում են կուսակցական տարբերանշաններ։ Սա եւս նույնականացման նպատակ է հետապնդում եւ նաեւ արգելված է Հայաստանի միջազգայինորեն ստանձնած պարտավորություններով։ Հուսանք, որ սա կարձանագրվի դիտորդների կողմից, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին Օհանյան Ռաֆի Օսկանյան դաշինքի ընտրական ցուցակով падգամավորի թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը եւ Ելք դաշինքի ընտրական ցուցակով падգամավորի թեկնածու Արտակ Զենալյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։